Փարիզի միջազգային ավտոսալոնում ավանդաբար ուժեղ են հանդես գալիս ֆրանսիական ավտոարտադրողները։ Մենք արդեն ծանոթացել ենք Peugeot-ի և Citroën-ի ներկայացրած նորույթներից մի քանիսին և հետագայում ևս պատրաստվում ենք շարունակել ծանոթությունը։ Սակայն այսօր կանդրադառնանք ֆրանսիական մեկ այլ Renault ընկերությանը, որը բացի սերիական նորույթներից Փարիզում ցուցադրեց 3 կոնցեպտուալ մոդել, որոնցից երկուսը Twingo-ն և Koleon կարելի է ասել համարյա նախասերիական մոդելներ են, իսկ երրորդը Nepta-ն մաքուր կոնցեպտ է առանց թերևս հետագա արտադրական պլանների։ Եվ այսպես Renault Nepta 5 մետր երկարությամբ 4 տեղանի շքեղ կաբրիոլետ դասական գծագրությամբ։ Renault-ի այսօրվա մոդելային շարքում հիմնական տոն տվողները փոքրածավալ և ոչ դասի ներկայացուցիչներն են, Leon և Megane։ Մի փոքր ավելի վերև միջին դասում Laguna-ն է, որը նույնպես իրեն վատ չի զգում մրցակիցների հետ պայքարում։ Սակայն ավելի վերին բիզնես դասում Velsatis-ը ընդհանրապես չդիմացավ մրցակցությանը։ Իսկ ավելի հեղինակավոր ներկայացուցչական դասում Renault-ն ընդհանրապես ներկայացված չէ։ Միգուցե հենց այս բացը լրացնելու և Renault մակնիշին քիչ ավելի հեղինակություն և շքեղություն հաղորդելու համար էլ նախատեսված է լյուքս կաբրիոլետ կոնցեպտի ներկայացումը։ Չէ որ մակնիշի իմիջի ձևավորման համար մեծ դեր են կատարում կոնցեպտուալ մոդելները, որոնք ցուցադրելով մակնիշի հետագա զարգացման ուղղությունները, միաժամանակ իրենց վրա կրում են նաև ապագա տեխնոլոգիական նորամուծությունները։ Իսկ դիզայներական յուրահատուկ մոտեցումներով ֆրանսիական ընկերությունները, այդ թվում նաև Renault-ն, մեկ անգամ չէ որ ապացուցել են իրենց ոչ ավանդական մտածելակերպը և ընդհանուրից տարբերվող իրենց կոնցեպտներով մշտապես գտնվել ուշադրության կենտրոնում։ Ահա մի այդպիսի ոչ ստանդարտ մոտեցումների արդյունք է Renault Nepta կոնցեպտուալ կաբրիոլետը։ Մեքենայի գլխավոր առանձնահատկությունը դռներն են։ Չնայած որոշ վերապահումներով դրանց կարելի է դռներ անվանել, այնքան դրանք հեռու են մեքենայի դուռ դասական պատկերացումից։ Մեկ կոճակի հպումով էլեկտրական շարժիչների օգնությամբ մեքենայի ողջ կողային մասը դանդաղ բարձրանում է վեր, բացելով ողջ սալոնը և շարժիչը։ Բացվող կողամասի երկարությունը հասնում է 3 մետր 76 սանտիմետրի, համարյա այնքան, որքան գոլֆ դասի մեքենայի երկարությունն է։ Դռներն օժտված են սենսորներով և անվտանգության նկատառումներով, դրանք կանգ են առնում, երբ հանդիպում են խոչընդոտի։ Բացված վիճակում կողամաս դռները հիշեցնում են հարձակմանը պատրաստ գիշատիչ թռչունի թևերի։ Չափազանց օրիգինալ կառուցվածք ունեն նաև արտաքին հայելիները, որոնք աղեղնաձև ձողերից կախված հիշեցնում են միջնադարյան փողոցային լապտերների։ Սպիտակ կաշվով պատված ողջ սալոնը անատոմիական 4 նստատեղերի հետ մեկտեղ, չնայած իր մինիմալիզմին, միանգամայն պատկառելի տեսք ունի։ Այստեղ նկատվում է նույն ոճաբանությունը, ինչ նախկին կոնցեպտներում էր։ Մեքենայի ողջ ղեկավարումը կենտրոնացված է ղեկանևի շուրջը։ Ցուցիչների 3 կլոր վահանակները փայլատ ալյումինով և բազմաֆունկցիոնալ բռնակներ ղեկանևի ետևում։ Մեքենայի առաջնամասը նույնպես ֆիրմային ոճաբանության հետագա զարգացումն է, շեղ լուսարձակներով, որոնք մի տեսակ խորամանկ հայացք են հաղորդում կոնցեպտին։ Համեմատաբար երկար հետնամասում ուղղահայաց տեղադրված կանգազդանշաններն են, իսկ մեքենան կանգնած է 23 դույմանոց 6-թև անիվների վրա։ Renault Nepta-ն զինված է 3,5 լիտր աշխատանքային ծավալով վեաձև 6 մխոցային շարժիչով։ Renault-ի և Nissan-ի բազմաթիվ մոդելներից հայտնի այս շարժիչի հզորությունը հասցված է 420 դիաուժի և կոնցեպտուալ կաբրիոլետն այդ շարժիչով ցուցաբերում է սպորտ մեքենային վայել արագացում 100 կմ/ժ արագությանը հասնելով ընդամենը 4,9 վայրկյանի ընթացքում։ Մեքենան զինված է 7 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփով։ Ինչ վերաբերում է կոնցեպտի ապագային, ապա միանգամայն պարզ է, որ այդպիսի դռներով սերիական մեքենա հնարավոր չէ արտադրել,
մեծ ծախսերի, ինչպես նաև պրակտիկության պատճառով, բայց առանձին դիզայներական լուծումներ անկասկած տեղ կգտնեն Renault-ի հետագա սերիական մոդելների վրա։